Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Cornercast-ի հերթական հանդիպումն է, հերթական ոդքասթն է եւ ինչպես միշտ այն վարում եմ Կարեն Կարապետյանի հետ։ Ողջույն Կարեն։ Բարև ձեզ։ Ինչ ենք այսօր քննարկելու, նորից նախընտրական արշավը որ ժամանակից շուտ սկսվել է Հայաստանում։ Դե չենք կարող շրջանցել այդ թեման, որովհետև այս պահին ամենաակտուալ թեման է, որովհետև ամբողջ քաղաքական դաշտը գտնվում այսպես թե այնպես նախընտրական փուլում, բոլորի ուշադրության կենտրոնում ընտրություններն են, նաև ուշադրության կենտրոնում է այն, թե ինչպես անեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանից ազատվեն մինչև ընտրությունները։ Բայց այնուամենայնիվ այդ թեման ակտուալ է, նաև կարող ենք խոսել իշխանության հռետորաբանության մասին, Նիկոլ Փաշինյանի հիստերիկ դրսևորումների մասին եւ Ես ուզում եմ քեզ հետ քննարկել Կարեն երկու հարց։ Առաջինը սպասելի այդ նարատիվը, որ մենք չլինենք կլինի պատերազմ եւ ամեն օր գրեթե իշխանության մի նոր ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյա կրկին այս մասին խոսում է եւ արտգործնախարարն է խոսել եւ ազգային ժողովի խոսնակն է խոսել եւ քիչ առաջ ասացիր որ Ռուբեն Ռուբինյանն է ասել այս մասին եւ իհարկե Փաշինյանը բարբերաբար սրա մասին ասում է ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում անդիմությունը երբ Փաշինյանը ասում է մեզ չընտրեք կլինի պատերազմ եւ բացատրեմ ինչու է սա հետաքրքիր հնարք Փաշինյանի համար, որովհետեւ մենք, ես, դու, լրագրողները, քաղաքական գործիչները, անդիմադիրները, նրանք ովքեր ակտիվ հետևում են լրահոսին, գուցե ուշադրություն կամ լուրջ չընկալեն այնինչ ասում է Փաշինյանը, բայց ցանկացած քաղաքացու համար, երբ նա լսում է կամ կարդում է, որ երկրի վարչապետն ասել է, եթե մեզ չտրեք կլինի պատերազմ ու նույնիսկ նշում է ժամկետը, երբ է այդ պատերազմը սպասվում, դա արդեն լուրջ է եւ մարդիկ սկսում են դրա մասին մտածել։ Այս իրավիճակում ինչ պետք է անի ընդամենը նախընտրական տրյուկ է։ Կոպիտ ասած կարգախոս, առանց հիմնավորման, չկա մի հիմնավորում, որ թե ինչու պետք է պատերազմ լինի, եթե չլինի այս իշխանությունը։ Մանավանդ խաղաղությունից է խոսում մի կուսակցություն, մի քաղաքական ուժ, որը հենց ինքն է պատերազմը բերել Հայաստան եւ Արցախ։ Այսինքն պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից եւ պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ եթե չլինի ինքը կլինի պատերազմ։ Ընդդիմությունը պետք է հանրությանը ցույց տա իր այն մոտեցումները, որպեսզի հանրության մոտ փարատվեն բոլոր այն կասկածները, որ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից եւ իշխանության գա ընդդիմությունը, ապա որևէ պատերազմ չի լինելու, որովհետև ոչ մի ողջամիտ մարդ չի ուզում իրականում պատերազմ, ընդդիմությունը մի բան է ասում, շեշտադրումը անում է հետևյալի վրա, որ մենք բոլորս ենք ուզում խաղաղություն, բոլորս, բայց այդ խաղաղությունը չպետք է լինի ազգային արժանապատվության ոտնահարման, ազգային արժեքների ուրացման եւ այլն է։ Ցավոք Նիկոլ Փաշինյանը դիմում է մանիպուլյացիայի, սակայն ազգային արժեքների պահպանումը, ազգային արժանապատվության պահպանումը դա չի ենթադրում ինքնին պատերազմ։ Այ ընդդիմությունը դա պետք է հանրությանը ցույց տա։ Գանք մի քիչ ավելի առարկայական, հա, խոսույթի, որովհետև ինչ է ասում Փաշինյանը, հա, ըստ էության, ասում է մենք ունենք պայմանավորվածություններ Ալիևի հետ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ կստորագրենք այդ խաղաղության փաստաթուղթը, ըստ էության նաեւ ոչ ուղիղ, բայց հասկացնել է տալիս, որ եւ սահմանադրությունը կփոխվի, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ուզում է Ալիևը եւ սա նշանակում է խաղաղություն, սա նշանակում է, որ ֆիզիկական, ռազմական գործողություններ Հայաստանի տարածքում չի լինելու։ Ընդդիմությունը սրան պետք է այլ ձև պատասխանի, ընդդիմությունը նախ պետք է ասի, որ ինչ ուզում է ասենք Ալիևի մասին եւ բնականաբար մեր վերաբերմունքը մի կողմ դնենք, ինչպես ենք մենք հայերս Ալիևին վերաբերվում, բայց հասկանալի է, չէ, որ այդ մարդը չի գնա պատերազմի, եթե վստահ չլինի, որ այդ պատերազմում հաղթելու է։ Վստահությունը հայերի հետ պատերազմում, որ ինքը կհաղթի, Ալիևին կարող է տալ միայն Փաշինյանը, որովհետև Փաշինյանին արդեն մի անգամ հաղթել է
երկրորդն էլ նա հասկանում է, որ Փաշինյանը այն քաղաքական առաջնորդը չէ, որ ում կարելի է պատերազմում պարտվել։ Ցանկացած այլ քաղաքական գործիչ եթե լինի, Ալիևի համար իմ կարծիքով, իմ խորը համոզմամբ, շատ բարդ կլինի կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա այդ պատերազմը։ Մի փոքր համաձայն չեմ այդ մոտեցման հետ, ասեմ ինչու, որովհետև այդ մոտեցման հիմքում չկան մեխանիզմներ, այսինքն մենք հույսը դնում ենք այն բանի վրա, որ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա Ալիևը կվախենա, որ պատերազմ սկսվի, ապա ինքը կպարտվի։ Դա քաղաքականապես ու անվտանգային մեխանիզմների առումով պաշտպանված չէ, դա ավելի շուտ ոնց որ մենք տեղափոխվում ենք ռեալ քաղաքականությունից ինտուիտիվ տիրույթ, թե Ալիևը ինչ կմտածի, կվախենա, թե չի վախենա։ Դա մի կողմը կարել։ Հա, դա համաձայն եմ, լավ, հոգեբանորեն թող դա շատ կարևոր պահ է։ Այ ընդդիմությունը պետք է հանրությանը մեկ այլ բան ցույց տա, որ եթե երբ որ մենք եկանք իշխանության, ապա Նիկոլ Փաշինյանի վիրտուալ խաղաղությունը, որի հիմքում չկա ոչինչ, բացի միակողմանի անդադար զիջումներից ու Ալիևի պարտադրանքները կատարելուց, սակայն ընդդիմությունը պետք է հանրությանը ցույց տա, որ մենք այդ խաղաղությունը կբերենք հստակ անվտանգային մեխանիզմներով։ Անվտանգային մեխանիզմները իրենցից ներառում են նախ մի քանի կոմպոնենտ, դա առաջին հերթին բանակն է, իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է բանակի դերը առհասարակ վերացնել անվտանգային այդ ամբողջ համակարգի։ Մեր առաջնային բանակը չէ, երաշխավոր։ Դա սկզբից էր ասում, որ առաջինը բանակը չէ, իսկ իր վերջին ելույթում առհասարակ բանակը հանեց որպես այդ անվտանգային համակարգի մի բաղկացուցիչ մաս։ Երկրորդ գործոնը դիվանագիտությունն է, քաղաքականությունն է, միջազգային ասպարեզում վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելը, նաև վստահելի գործընկերային ու դաշնակցային հարաբերություններ հաստատելը։ Կրկին առարկայական խոսենք, այսինքն ընդդիմությունը ով էլ գա իշխանության Փաշինյանից հետո, պետք է առաջինը ասի մենք շարունակում ենք բանակցությունները այն փաստաթղթերի շուրջ, որոնք արդեն նախաստորագրվել են, կամ բանակցությունները թրիփի շուրջ, հա, բայց ունենք որոշ վերապահումներ, հա։ Նախ պետք է իմանանք ինչ են նախաստորագրել, ամբողջ խնդիրը այն է, որ մենք չենք իմանում այն ստորագրված փաստաթղթերի ողջ ծավալը, կոպիտ ասած մենք գիտենք միայն ստորագրված փաստաթղթերի մասին վերնագրային տրամաբանությամբ, չէ, ինչպես վերնագիր են դնում, այդպես էլ նրանք այդ փաստաթղթերին պարզապես վերնագրեր են դրել, բայց մենք չգիտենք ինչ են ստորագրել իրականում, մենք չգիտենք խոշոր հաշվով բովանդակային առումով ոչ Վաշինգտոնի դա հարցի մի կողմն է, օրինակ ես դա եմ ասում, ասենք ընտրվեց նոր իշխանություն, այդ նոր իշխանությունը ըստ քեզ հաջորդ իսկ օրը պետք է հայտարարի եւ դիմի եւ Արևմուտքին եւ Միացյալ Նահանգներին եւ Բաքվին եւ Թուրքիային եւ Ռուսաստանին եւ Իրանին, որ մենք շարունակում ենք բանակցությունները։ Իշխանությունը հաջորդ որ եկավ միանշանակ չպետք է շեղվի խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ճանապարհից, դա ակնհայտ է, դա նույնիսկ չի քննարկվում, սակայն բովանդակությունը պետք է փոխվի բանակցությունների, խաղաղության գնալու եւ այդ ամենի բովանդակությունը պետք է փոխվի, եթե ես ինչ եմ մի քիչ համաձայն եմ նախորդիվ քո բերած մոտեցմանը, ոչ թե նրանից որ Ալիևը կարող է վախենա, այլ պարզապես երբ որ պարտված իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի նստում է բանակցությունների, նա այլևս հոգեբանորեն կոտրված է, նա չի կարող բանակցել, այ հաջորդիվ եկող իշխանությունները նրանք զերծ են լինելու այդ պարտվածի բարդույթից եւ խաղաղության գնալու են միանշանակ, գնալու են խաղաղության, բայց էլի եմ ուզում շեշտեմ, ինչ եմ անդադար ուզում շեշտեմ, որովհետեւ դա շատ կարեւոր հանգամանք է, որ դա չի լինելու մեր իրավունքների, բնական իրավունքների հաշվին, մեր ազգային արժանապատվության ու ազգային արժեքների եւ պատմական հիշողությունների հաշվին, երբ որ բանակցողը գնալու է տրամաբանական ու խելամիտ զիջումների նոր իշխանությունը։ Զիջումների չէ, փոխզիջումների, այստեղ արդեն առաջ պետք է գա փոխզիջումների տրամաբանությունը, որովհետև չպետք է Հայաստանը թեպետ Նիկոլ Փաշինյանի օրով պարտվել, չպետք է լինի զիջողը։ Կարելի, բայց սրա հետ մեկտեղ պետք չէ, որ նոր իշխանությունը այդ ամենանիվ հաշվի նստի այն փաստի հետ, որ պարտվել է միանգամից մի քանի պատերազմում, հա, եւ սեպտեմբերին 2023-ի եւ
44 օրյա պատերազմում եւ ժառանգություն է ստացել Փաշինյանից խորը ճգնաժամի մեջ գտնվող անվտանգային համակարգ։ Այսինքն ըստ այդ պետք է լինի հռետորաբանությունը Հայաստանի իշխանությունների, բայց ոչ։ Բայց այն ինչ անում է Փաշինյանը։ Հիշենք, որ ճիշտ է Փաշինյանը պարտվել է եւ հաջորդ իշխանությունը ժառանգությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի պարտությունը, այսպես ասած, բայց այդ ժառանգությունը պարտադիր չի, որպեսզի կյանքի կոչվի, որովհետեւ նախ երկու կարևոր հանգամանք կա։ Աշխարհում պատմությունը գրում են անհատները եւ քաղաքական գործընթացները նույնպես կախված են անհատներից։ Աշխարհակաղակական փոփոխություններն էլ անհատներից կախված։ Երկրորդը աշխարհում բազմաթիվ պետություններ սարսափելի պարտություններ են կրել, Գերմանիան, Ճապոնիան, ավելի վաղ Ֆրանսիան եւ այլն, բայց դա չի խանգարել մեջքը շտկելու եւ զարգանալու եւ դառնալու այս աշխարհում իր տեղը ունեցող կարևորագույն պետություն, ոչ թե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ մենք մեր տեղը պետք է իմանանք։ Նիկոլ Փաշինյանի այդ տեղը ոչնչությունն է, ետնաբեմն է, խորշն է աշխարհի։ Ուզում եմ ասեմ, որ բանակցությունները չպետք է հիմնված լինեն զիջման վրա։ Բանակցությունը հենց նրա համար է բանակցություն, որ փոխզիջում լինի, կոմպրոմատ լինի։ Ես ֆիքսեմ քո բոլոր ասածները, հա, որ այո, նոր իշխանությունը երբ որ գա, հնարավոր կլինի շարունակել բանակցությունները, բայց արդեն փոխզիջումների հիման վրա բանակցություններ եւ չմոռանալով հայկական շահերը, Հայաստանի շահերը։ Ես միայն հավելեմ սրան, որ այդուամենայնիվ մենք նկատում ենք այսպիսի փոփոխություն, որ թրիփի մասին այսօր եթե նախկինում Հայաստանի իշխանություններն են այս մասին խոսում, Փաշինյանն էր խոսում, ասելով որ թրիփը եւ նրա թիմակիցներն են խոսում, ասում են մենք թրիփ ունենք, ինչը որ մեր անվտանգության հիմնական երաշխիքն է, հիմա իշխանությունները սկսել են սրա մասին չխոսել, հավանաբար Իրանի պատերազմի ֆոնին իրենք էլ վստահ չեն, թե ինչ ապագա է ունենալու թրիփը եւ արդյոք այն մնացել է Միացյալ Նահանգների առաջնային հետաքրքրությունների ցանկում Եվ բայց թրիփի մասին սկսել են խոսել ընդդիմությունը եւ ընդ որում ամենամեծ ընդդիմադիր ուժը, հա, ով այսօր ունի ամենամեծ վարկանիշը, խոսքը ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի ուժի մասին է, համակարգող Նարեկ Կարապետյանը երեք բլոգերին, ամերիկացի բլոգերին տված հարցազրույցում հայտարարել է, որ մենք ողջունում ենք թրիփը եւ իսկապես համարում ենք, որ թրիփը միջանցք չէ, որ թրիփի մասին այդ փաստաթղթերում նշված է, որ այստեղ հարգվում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ որ մենք ուրախ ենք, որ թրիփը կա եւ պետք է անպայման թրիփը իրագործվի եւ սա իսկապես երաշխիք է, ասում եմ այն ինչ նա ասել է այդ ամերիկացի բլոգերին, բայց եւ արի համաձայնի ինձ հետ, որ նման հայտարարություն անում է ոչ միայն Նարեկ Կարապետյանը, նմանատիպ հայտարարություն թրիփի հետ կապված անում են նաեւ մյուս ընդդիմադիր ուժերը եւ սա իմ հաջորդ հարցի նախաբանն է, հա, չկա քեզ մոտ տպավորություն, որ Ռուսաստանը դուրս է եկել կամ թուլացրել է իր դիրքերը հարավային Կովկասում, ոչ միայն հարավային Կովկասում, այլ գրեթե կորցրել է իր ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Ես նախ սկսեմ թրիփից։ Ահա։ Այնուամենայնիվ այն միջանցք է։ Մենք ինչ անուն ուզում ենք տանք։ Որքան Նիկոլ Փաշինյանը իրան տարբեր ատյաններում պատեպատ տա ու բողոքի թուրք-ադրբեջանական միությունից, որ նրանք անդադարացում են Զանգեզուրի միջանցք, նրանք կարող են չացել Զանգեզուրի միջանցք։ Վերջին մի ամսում չեմ լսել, որ Ալիևը ասի։ Դե որովհետև վերջին մի ամսում թրիփը ինքը արդիական չի։ Դրա համար էլ չի ասվում։ Բայց ինձ թվում է ինքը լռում է օգնելով Փաշինյանին նախընտրական այս։ Դա էլ հնարավոր։ Շատ հնարավոր է ու շատ հավանական է։ Բայց նույնիսկ նրանք կարող են ընդհանրապես ոչինչ չասել, պարզապես ասեն ճանապարհ։ Այմեր նույնիսկ կարող են ասել թրիփ։ Մենք էլ կարող ենք ասենք թրիփ։ Ինչ անվանում ուզում ենք տանք։ Միևնույն է դրա տրամաբանությունը միջանցքային է։ Այն գործում է միջանցքային տրամաբանության
եւ այն որ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանվում է իրավազորությունը այդ պահպանվում է դրանք ընդհանրապես խոսքեր են հավատա դա զուտ խոսքեր են դատարկաբանություն չէ դու այս բանը ուղղակի ցավը ներողություն միտքը ցավարտեմ որ ուղղակի մեր մոտ ինքնիշխանության կորուստ ասելով հասկանում են որ տվյալ հատվածը ընդհանրապես դուրս է գալիս Հայաստանի վարչատարածքային քաղաքական քարտեզից եւ փոխանցվում է մեկ այլ ուրիշի ոչ նա կարող է քարտեզի վրա էլի մնալ Հայաստանի տարածքում սակայն այն հանգամանքը որ դու ամբողջապես չես վերահսկելու քո սեփական տարածքը այսինքն քո սեփական տարածքում լինելու են երրորդ ուժի լինելու է երրորդ ուժի ներկայությունը որում կապ չունի ամերիկյան կլինի ռուսական թե եվրոպական երբ որ լինելու է երրորդ ուժի ներկայություն դա նշանակում է որ դու որոշակի ինքնիշխանության կորուստ ես ունեցել այդ տվյալ հատվածի նկատմամբ երկրորդ հանգամանքը թրիփը այս պահի դերությամբ թե վաղը ինչ կլինի թողենք վաղվան այս պահի դերությամբ համենայն դեպս արդիական չէ այն առումով, որ քանի դեռ չի հանգուցալուծվել Իրանում ընթացող պատերազմը, մենք չենք կարող իմանալ հետագայում որքանով շահագրգիռ կլինի ամերիկյան կողմը այդ թրիփի հարցում։ Դրա համար պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին արդեն այլ ճանապարհներ է առաջարկում Նախիջևանի հետ կապվելու համար, օրինակ Երասխով եւ այլն, Նիկոլ Փաշինյանը արդեն ճանապարհներ է առաջարկում, այսինքն կամ Նիկոլ Փաշինյանը ամբողջ Հայաստանը ուզում է վերածել Միջանցքի կամ թրիփին արդեն ալտերնատիվներ է առաջարկում, որովհետև ինքն էլ է հասկանում, որ թրիփի հարցը այս նոր իշխանությունները, եթե գալիս են Հայաստանում գալիս է նոր իշխանություն, տեղի ունենում իշխանափոխություն, հաշվի նստել թրիփի հետ պետք է, թրիփի տրամաբանության հետ պետք է եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին էլ պետք է իսկապես մտածել եւ համամիտ չեմ քո այն մտքի հետ, որ թրիփը միանշանակ այսպես շատ բացասական երևույթ է, իհարկե բացասական երևույթ է, բայց ստեղծված պայմաններում գուցե արժե նստել եւ թրիփի շուրջ իսկական բանակցություններ սկսել եւ փորձել մինիմալացնել վնասը Հայաստանի համար եւ նույնիսկ փորձել դիվիդենդ ստանալ, որովհետեւ քաղաքականությունը հաշվի է նստում փաստերի հետ եւ ճկուն քաղաքական գործիչը պետք է բացասականը կարողանա այնպես անել, որպեսզի փոխի դրականի նախ մեղմի բացասական էլեմենտների սուր անկյունները, այնուհետև կարողանա այդ ամենը ժամանակի ընթացքում փոխել դեպի դրականի։ Խոսքը այն մասին չէ, որ ընդդիմությունը երբ որ եկավ իշխանության պետք է ասի վերջ, ես ամեն ինչ սկսում եմ զրոյական կետից։ Նման մի բան արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ես սկսում եմ զրոյական կետից, բերեց պատերազմ։ Ոչ, ընդդիմությունը ընդ որում ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, այ մեր հանրության համար եմ դա ասում, սիրելի հանրություն։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս, ինձ, ձեզ, Ազային, մեր հարգարժան օպերատորին վախեցնում է, որ եթե ընդդիմությունը եկավ իշխանության, ապա լինելու է պատերազմ։ Մեր բոլորիս ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա։ Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության հայտարարեց, որ ես Արցախյան հարցը սկսում եմ բանակցությունները զրոյական կետից, արդյունքում մենք ունեցանք պատերազմ։ Ընդդիմությունը երբևէ չի ասել, որ մենք գալու ենք, չեղարկենք առհասարակ ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից եւ այլն։ Երբևէ նման բան ընդդիմությունը չի ասել։ Հակառակը ընդդիմությունը միշտ ասել է, որ մենք գնալու ենք հարաբերությունների կարգավորման, մենք գնալու ենք խաղաղության։ Ես նույնիսկ հավելեմ, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտը իր տարբերություն Փաշինյանի շատ սթափ է գնահատում ստեղծված տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ հաշվի է նստում այն արդեն իրականության հետ, որ իսկապես Ռուսաստանը այլևս համար 1 դերակատարը չէ այս տարածաշրջանում եւ պահպանելով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ նաև փորձելու է իսկապես նույնատիպ հարաբերություններ կառուցել այսպես կոչված արևմուտքի հետ եւ առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ եւ փորձելու է կարգավորել հարաբերությունները թե Թուրքիայի եւ թե հատկապես Ադրբեջանի հետ, ինչը բնականաբար բարդ է լինելու եւ ես համոզված եմ, որ իշխանապողությունից հենց առաջին օրերին Ալիևը սկսի հայտարարություններ անել այսպես
մի քիչ ռետորաբանությունը ավելի կոստացնի, բայց դրանք կլինեն իմ կարծիքով միայն հենց հայտարարությունների մակարդակում եւ նոր իշխանությունները, Հայաստանի նոր իշխանությունները, հատկապես որ այդ իշխանությունները ամենայն հավանականությամբ կոալիցիոն կառավարության տեսքով են լինելու, այսինքն այդ իշխանությունում ներգրաված են լինելու ուժեր մի մասը, որ ասում է պետք է վերականգնել ամբողջ բլոկով հարաբերությունները, ռազմավարական հարաբերությունները հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ կլինեն ուժեր, որ կասեն ոչ, պետք է ավելի շեշտը դնել հենց արևմուտքի հետ ավելի խորացած հարաբերությունների, այդ թվում ռազմաարդյունաբերական հարաբերությունների խորացնելը, մի մասը իշխանություն կլինի, մի մասը հատված է այդ իշխանության կասի չէ մենք պետք է նաև առաջին հերթին հաշվի նստենք մեր բարեկամ Իրանի հետ եւ այլ, այսինքն կլինի այս բառը մի քիչ Ծառուկյանը բան է արել, սխալ է օգտագործել, բայց ամեն դեպքում կլինի տապանին պես մի բան, որտեղ որ հավաքված կլինեն տարբեր ուժեր, տարբեր հայացքներ ունեցող ուժեր, տարբեր դիրքորոշում ունեցող ուժեր, այդ թվում նաև աշխարհաքաղաքական տարբեր դիրքորոշում։ Եվ դա լավ է, եւ դա լավ է, որովհետեւ իրենք հավասարակշռված որոշումներ կայացնում։ Հա, բայց ինչ լավ է թե վատ է դրան անցնելը, մի հատ հարց եմ ուզում տալ։ Մենք խոսում ենք այնպես, որ կարծես Նիկոլ Փաշինյանը արդեն հեռացել է իշխանությունից, եւ մենք ընդհանրապես սպասում ենք, որպեսզի գա հունիսի 7-ը ու արձանագրենք այդ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ մենք հիմա արդեն խոսում ենք ներկա իրավիճակով նոր իշխանությունների մասին։ Կարեն, ես կարծում եմ պետք է լինի գոնե մի ոդկաստ, որի ժամանակ գոնե մի 5 րոպե մենք կխոսենք այնպես, կարծես թե արդեն իրականություն է, որ Փաշինյանը հեռացել է։ Խոսենք, ուզում ես ընդհանրապես այլևս Փաշինյանի անունը չտանք, համարենք, որ նա այլևս Հայաստանի վարչապետը չէ, նա հեռացել է, բայց ուղղակի իմ հարցը հետեւյալումն է կայանում։ Իսկ ինչ է անում ընդդիմությունը, որպեսզի այն ամենը ինչ դու ներկայացնում ես արդեն որպես եղած փաստ, որպեսզի դա իրոք իրականություն դառնա, թե ինչ է անում իշխանությունը, ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանը անդադար բախում է բոլորի Ես ամենայն դեպս նկատում եմ, որ գոնե ընդդիմադիր երկու ուժ, խոսքը մեր ձևով ուժեղ Հայաստանի մասին է եւ Թաթոյանի մասին, Թաթոյանի ղեկավարած ուժի մասին, միասնության թվեր, նրանք գրեթե ամենօրյա ռեժիմով, իրենց հայտարարություններով եւ հարցազրույցներով, այդ թվում արևմտյան հարթակներում հարցազրույցներով մեսիջներ են ուղարկում արևմտյան մայրաքաղաքներին, որ մենք ձեզ համար կլինենք նույն ձևի վստահելի գործընկեր, ինչպեսին դուք համարում եք Փաշինյանին։ Բրավո, բայց չէ, դա քիչ է։ Բնականաբար, դա քիչ է։ Մենք երբեմն ազա ես մի հատ ստերեոտիպ կոտրենք, հա։ Բանը, մենք նայ այդ ուժերի մասին չի խոսքս։ Մեր ընդհանուր քաղաքական դաշտի նաև մեր հանրության մոտ նստած տենց մի հատ կարծրատիպ կա, որ Ռուսաստանն է որոշում, պայմանական եմ ասում, Արևմուտքն է որոշում։ Միանշանակ ոչ։ Բայց X պահին կարևոր է ինչ հայտարարություններ են անում այդ կերպարները։ Որը հունիսի 7-ին քվեաթերթիկը գցելու է արկղի մեջ։ Հիմա արի ես քեզ հետ մի սպասի, ես քեզ հետ չեմ համաձայնում մի հարցում։ Ես քեզ հետ չեմ համաձայնում մի փոքրիկ հարցում, չէ, ոչ թե որ որոշողը ժողովուրդն է, բնականաբար Ռուսաստանը հաշվի են նստելու այդ ընտրողի հետ։ Բայց նաև այդ արևմուտքի դիրքորոշումից է նաև չեմ ասում միանշանակ մենակ, նաև կախված, թե արդյոք կգնա լուրջ խախտման Փաշինյանը ընտրություններից առաջ եւ կգնա այն քայլին, որ հակաժողովրդավարական է եւ չի գրանցի օրինակ խախտում է մի կողմ դրա։ Մեծ Հայաստան կուսակցությունը, եթե նա հստակ իմանա, որ արևմուտքը ինչքան էլ իրեն աջակցի, նրա նման քայլը չի ողջունի, նա դժվար թե գնա նման քայլի։ Համաձայն եմ, բայց հիմա համաձայն, բայց ընտրողը, այդ մեսիջը ուղարկում անկությունը հենց դրա համար։ Ընտրողը նախ որպեսի ես էլ եմ ասում, մենք անցնում ենք երկրորդ քայլին, բայց մենք դեռևս առաջին քայլը պետք է լուծենք, այն Նիկոլ Փաշինյանը կգնա ընտրախախտումների արևմուտքը կաջակցի Ռուսաստանը դեմ կլինի, ով կլինի, ինչ կլինի, դրանք երկրորդ քայլերն են։ Առաջին քայլը ընտրողն է, որը պետք է գնա քվեա
ընտրատեղամաս, ընտրի եւ իր թերթիկը գցի քվեատուփ։ Հիմա նախ ինչու պետք է ընտրողը գնա ընտրատեղամաս եւ ինչու պետք է ընտրողը ընտրի ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Ասածս այն է, ես գիտեմ ինչու պետք է գնա ու ինչի պետք է ընտրի, բայց ես չեմ այս պայդրությամբ ընդդիմության, այսպես ասած դերակատարում ստանձնել իշխանափոխություն անելու երկրում։ Ընդդիմությունը ինչ աշխատանք է տանում, ընդդիմությունը երբ է թակում իմ դուրը, որպեսզի ինձ ասի Կարեն, գիտես ինչ, ես թակեցի քո դուրը, գնա ընտրատեղամաս ընտրի։ Կարեն, ես քեզ անցյալով պատասխանեմ, դու օրինակ գիտես 21 թվականի ընտրություններին հետաքրքիր վիճակագրություն, հետաքրքիր տվյալներ ընտրության հետ կապված 54%, չէ, 53 պոչկով հավաքել էր Փաշինյանը, 21 պոչկով տոկոս հավաքել էր Հայաստան դաշինքը եւ մոտ 7% նաեւ օրենքի ուժով ստացել էր պատիվ ունեմ դաշինքը։ Գիտես 20%-ը, 20 մոտ շուրջ 20%, որ չեն անցել, հավաքել են ու չեն անցել ազգային ժողով, որտեղ չեն հաղթահարել այդ շեմը, դրանք էլ են անդիմադիր ուժեր։ Այսինքն ստացվում է, որ նույնիսկ 21 թվականին, երբ Փաշինյանը հայտարարում է, որ ինձ մանդատ տվեցին, պողպատե մանդատ տվեց ժողովուրդը, նույնիսկ այդ ժամանակ, նույնիսկ նրանք, ովքեր գնացել են ընտրություններին, մեծամասնությունը նրանց ի հոգուտ Փաշինյանի չի կատարել իր ընտրությունը։ Բայց մի կարևոր հանգամանք կա, 21 թվականից անցել է 5 տարի։ Եւ դու կարծում ես նրա վարկանիշը աճել է։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 20 ոչ թե վարկանիշը, ասենց վարկանիշ չասեմ, Նիկոլ Փաշինյանի վիճակը, հա, շատ ավելի վտանգավոր էր 21 թվին, որովհետև պատերազմը դեռ նոր էր ավարտվել, ինքը կրել էր խայտառակ պարտություն, բանը կորցրել էինք Արցախը, նույն 21 թվին ամբողջ Արցախը դեռևս չէին կորցրել։ Ավելի շատ պատճառ ուներ Հայաստանի բնակչությունը, պատճառ ունեն Նիկոլ Փաշինյանին մերժելու, քան այսօր, որովհետև այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդադար նախ վերջնականորեն կորցրեց Արցախը, ոչ թե վերջնականորեն ասելով նկատի ունեմ փակվեց Արցախի հարցը, այլ այն առումով, որ ինքը, եթե այն ժամանակ պատերազմում էր պարտվել, այս ընթացքում նա ճանաչեց Ադրբեջանը, ներողություն Արցախը Ադրբեջանին, բայց ես այլ բան եմ ասում։ Լավ, այդ վիճակագրությունը մի կողմ թողենք։ Ես իմ ամբողջ մտահոգությունը, իրականում այն ինչ որ ես ասում եմ, դա մտահոգություն է, մտահոգություն, որ ինչու ընդդիմությունը դուրս չի գալիս հայտարարությունների, փաստաբանի դերը ստանձնում, ինչի դուրս չեն գալիս։ Ինչ ես ուզում որ Փաշինյանի պես գնան, պիրաժկի ուտեն, գնան բնակարանի դուրս Ուզում եմ, որ բնակարանի դուրս ափսեները լվանան։ Ուզում եմ, որ ընդդիմությունը ծեծի յուրաքանչյուր բնակչի դուր, այցելի յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր շրջանմարտ, այցելի ոչ թե ասենք այցելի ուղակի, չգիտեմ, ենթադրենք պայմանական որևէ քաղաքի կենտրոնական մասում հանրահավաք ուղակի Ընդդիմադիրները այո, բախի յուրաքանչյուր տրամաբանություն է փոխվել, ազա։ Մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ։ Նիկոլ Փաշինյանի պերաշկին ու Նիկոլ Փաշինյանի տան դռներ ծեծելը փոխում է տրամաբանությունը, որ այդ մենք չենք ուզում հաշվի նստել։ Հասկանում ես, երբ որ քաղաքացի Բայց նաև Նիկոլ Փաշինյանի այդ ակտիվությունը գոնե անցած հանգստյան օրերին ցույց տվեց, որ Երևանում եւ ոչ միայն Երևանում մարդիկ հրապարակավ մերժում են Փաշինյանին։ Մետրոյի պատմությունը, ինչի մասին էր վկայում, Չարենցավանի պատմությունը, փողոցում պարբերաբար նրա թիոակիցների եւ բնակիչների միջև ինչ որ վեճեր են առաջանում եւ այն, որ շատերը չեն ուզում Փաշինյանից վերցնել այդ նշանը, որ նա ուզում է նվիրել։ Իսկ քանիսն են վերցնում այդ նշանը։ Մեզ ցույց են տալիս, որ այդ նշանը այդքան մարդ է տրամաբանությամբ նրանք էլ կարան ասեն ցույց են տալիս, չէ, բայց դա մենք նրանց տեսագրություններից ենք իմանում։ Ամբողջ իմ մտահոգությունը այն է, որ մենք հանկարծ չխափնվենք այն ամենով, ինչ մենք տեսնում ենք եթերով, ու չգանք այն համոզման, որ ավարտված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ ընդհանրապես սպասում ենք հունիսի 7-ին, որպեսզի այդ փաստը արձանագրի։ Ընդդիմությունը պետք է օր ու գիշեր աշխատի։ Կոպիտ ասած
եթե ընդ որում ոչ թե ընդդիմադիր ուժերի երիկ թևերի ներկայացուցիչները գնան ինչ որ անպետ բուկլետներ բաժանեն, բուկլետների դարը վաղուց է անցել, ոչ թե ինչ որ անհայտ գործիչներ գնան ասեն բարև ես Պողոս Պողոսյանն եմ, որ բնակիչներն ասի բայց դու ով ես, այլ հենց ընդդիմության առաջնորդները պետք է բախեն յուրաքանչյուր քաղաքացու դուր, պետք է տետ-ատետ շփվեն յուրաքանչյուր քաղաքացու հետ եւ նաեւ մի բան պետք է այսօր պետք է սկսեն, երեք պետք է սկսած լինի։ Եվ նաեւ իմ կարծիքով, հա, ես համոզմունք ունեմ, որ անդիմադիր այդ դաշինքները, երբ որ արդեն հստակ լինի ամբողջ դաշտը մենք տեսնենք, ովքեր են գնում ընտրությունների եւ ինչ ձևաչափով, այդ բոլոր դաշինքների, կուսակցությունների ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերի առաջնորդները պետք է եւ իրենք կարծես թե պատրաստ են նման բան անելու, գոնե ինչ որ բանակցություններ դրա շուրջ, ինչպես իրենք են ասում, ընթանում են, նստեն եւ այդ հռչակագիրը ստորագրեն, փաստաթուղթ ստորագրեն, որ ոչ մի պարագայում իրենց ձայնը չեն տալու Փաշինյանին եւ երկրորդը ինչը կարեւոր է հայաստանյան իրականությունից ելնելով, որ ստորագրեն, որ այս ընտրարշավի ժամանակ միմյանց դեմ ինչ որ միմյանց չեն հարվածելու, ինչը եւս կարեւոր է, որտեղ մենք այսօր տեսնում ենք ինչ է, հա, տեղի ունենում երկրորդ եւ երրորդ նախագահների ուժերը կրկին էլի սկսել են միմյանց դեմ շատ կոշտ, ընդ որ բավականին կոշտացել են, հա, այդ հայտարարություններ անել։ Ես մի առաջարկ ունեմ, հա, անդիմադիր ուժերին, եթե ձեր միջի տարաձայնությունն այնքան մեծ է, որ դուք անպայման ուզում եք մի վատ բան ասել մյուս անդիմադիր ուժին, գնացեք մի հատ նոթբուկ, մի հատ տետր սովորական արեք, մեջ այդ նշումները արեք, չմոռանալու համար, որ այս մարդը ձեզ վատ բան արել կամ վատ հայտարարություն արել եւ դուք էլի պատասխան պետք է հայտարարություն անեք, բայց հետո կբացեք այդ տետրը հունիսի 8-ին Եվ ինչ ուզում եք գրեք ձեր Facebook-յան էջերում եւ ձեր վերահսկողության տակ գտնվող մեդիա հարթակներում։ Հիմա պարզապես լռեք, միջև տեսնենք ինչ է լինում։ Ես նման իսկապես առաջարկ ունեմ դիմադիրներին, որովհետեւ դա շատ ծիծաղել է, որ այդ պարզ ճշմարտությունը, որ սա այն պահը չի, որ դուք սկսել եք իրար դեմ պատերազմել եւ նորից եմ կրկնում դու ասում ես գնան դռնեդուր սոցիալական ցանցերի պարագայում դա անշուշտ անհրաժեշտ է անել որ դիմադիր գործիչներին առաջնորդներին բնակիչները հասկանան բայց երկու բան հաշվի առնելով հա մենք հստակ հասկանում ենք որ Փաշինյանը ունի լուրջ աջակցություն Երևանում բայց հստակ հասկանում եք նաև որ Երևանը շատ пассив է մասնակցել 21 թվականի ընտրություններին նույնիսկ 50%-ը չի մասնակցել եւ պետք է ամեն ինչ անել որ գոնե Երևանում ընտրողների առնվազն 70%-ը գնա մասնակցի ընտրություններին եւ սոցիալական ցանցը խապկանք է Պետք է ապավինել սոցիալական ցանցերին բացի Երևանից նաև մյուս այն մարզերը որտեղ կան մեծ քաղաքներ եւ որտեղ բնակչությունը իսկապես ասենք օրինակ Շիրակի մարզ, Գյումրի քաղաքը մենք գիտենք որ Գյումրի քաղաքը Փաշինյանին չի սիրում եւ որովհետեւ գյումրեցիները թերևս մեր միջի ամենախելացիներն են ի սկզբանե չեն սիրում Փաշինյանին բայց իրենց հետ պետք է աշխատել որ ցանկացած գյումրեցի գա մասնակցի ընտրություններին որ ցանկացած երևանցի գա մասնակցի եւ հետո կարեք գուցե ոչ անել Հայաստանից դուրս գտնվող հայաստանցիներին ովքեր աշխատանքի բերումով ուսման բերումով չգիտեմ ընտանեկան հարցերից ելնելով արտերկրում են գտնվելու հունիսի 7-ին վտանգավոր կողք չէ ինչի վտանգավոր չէ մենք չենք ասում եկեք ընտրություններին այս կամ այն ուժին ընտրեք վերադարձեք ընտրեք ասեմ բայց մենք նույնիսկ եթե կոչ անենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որը այս պահին գտնվում է դրսում բանը չգիտեմ աշխատանքի բերումով կամ մեկ այլ պատճառով Կոչ անենք, որ արի ընտրի, դա օրենքի խախտում չէ, մենք իրավունք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այո, կոչով դիմել, որ հարգելի քաղաքացի, այդ օրը արի ընտրի, դա մեր եւ այդ քաղաքացու սահմանադրական իրավունքն է, խոսքը էլ եմ շեշտում քաղաքացու մասին, ես ինչ եմ ասում վտանգավոր այս ճակերտների մեջ նկատում եմ, որ արդեն մեր արտաքին հետախուզությունը հողեր հիմքեր է նախապատրաստում, որպեսզի վաղը միսօր տարբեր տարատեսակ մեղադրանքներ Եվ դրան զուգահեռ Փաշինյանը զանգում է Պուտինին եւ ամենայն հավանականությամբ մայիսի 9-ին հերթական անգամ կգնա Մոսկվա, բայց դրա մասին հետո կխոսենք մեր այսօրվա ոդքասթը
նմանվեց տարբեր կոչերի եւ արի եւս մեկ կոչ անեմ։ Այս անգամ ես ուզում եմ կոչ անել անդիմադիր մեծ ուժերին ու դաշինքներին, հատկապես մեր ձևով կուսակցությանը, մեր ձևով ուժին, Հայաստան դաշինքին եւ ինչու՞ չէ նաեւ Թաթոյանենց ուժին, համոզված եմ, որ նրանք գնալու են կուսակցությունով, այդ ամենայնիվ։ Եթե կան փոքր կուսակցություններ, ովքեր ձեզ հետ բանակցում են եւ ուզում են ձեզ հետ միասին հայտնվել մի ցուցակում, հնարավորինս շատ կուսակցություններ ներգրավեք ձեր դաշինքում կամ ձեր կուսակցությունում, հավատացեք, մի քանի մանդատը, որ պետք է այս կամ այն ուժին խոստանաք կամ մի քանի պաշտոնը, որ այդ բանակցությունների արդյունքում, այդ համաձայնության արդյունքում պետք է խոստանաք, շատ ավելի քիչ գին է, որը վճարում են հայաստանցիները, որովհետև եթե դուք չկարողանաք իրենց հետ պայմանավորվել, դրանք կգնան առանձին այդ ընտրությունների եւ կկրկնվի 21 թվականի ընտրությունների սցենարը, երբ շուրջ 20% ձայներ կփոշիացվեն, վերցրեք բոլորին, հետո կպայմանավորվեք։ Ոնց ասես։ Մենք կրկին կհանդիպենք եկող շաբաթ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ